Նինոց-Մինդայի շրջանում անասունների արհեստական բեղմնավորման առաջին փորձերը կատարվեցին սույն թվականի մայիս ամսին։ Բեղմնավորման նպատակն է շրջանում ստանալ խոշոր եղջերավորների ու խոզերի նոր առավել եկամտաբեր ցեղատեսակներ։ Այդ կերպ նաև նպաստելով գյուղատնտեսության, մասնավորապես այդ ոլորտի անասնապահության ճյուղի առաջընթացին։ Արհեստական բեղմնավորման առաջին արդյունքներն արդեն կան։ Այսօր մի քանի գյուղերում մեծանում են արհեստական բեղմնավորման արդյունքում ծնված խոճկորները։ Իմանալով որ ռայոն հետման գործ գնեն բեղմնավորման արհեստական ես կանչել եմ Աշիկ Աղջոյանին, բեղմնավորել է, առաջի անգամն է, 10 ծակ է ունեցել, այսօրվա դեպքում 10-նա լիովին կաբրին, համեմատած որակին են տեսակ սովորական խոզեր են, այսոնք լավ են, քոթո են, մենձ են, առողջ են, աշխուժ են, ինչ ասեմ, հնարավորության դեպքում, եթե կենա հարց առաջանա, կենա փերենք Աշիկ Աղջոյանին, որ բեղմնավորումը կատարի։ Սովորական խոզի պես իշխոր ես մեկ այլ խոզեր ունեմ աշե, նույնն այսոնց եմ աշե, այսոնց ավելի շատ քիչ եմ ուշադրություն դարձել, քաստե մեկ այլներուն։ Փոքր Խանչալեցի Արմեն Ավագյանը համեմատական է տանում այս եւ իր նախկինում պահած խոճկորների միջև ու գտնում տեսանելի շատ տարբերություններ։ Նրա խոսքով արհեստական բեղմնավորումից ծնված խոճկորները ժիր են ու ավելի գեր։ Խոզերը մեր ծնտաբերելու ժամանակ ծնտաբերել է 10 հատ, որից մեկը հատկած էր 9 հատ։ Այսօրվա դեպքում գոջիները 20 օրական գոջի են, շատ լավ, արդյունքը կերևա, շատ աշխուժ, լավ ապրանք են։ Ես եթե նորից սկսեմ, եթե ապրանք ունենամ, ես մատկացու, ես անպայման կբեղմնավորեմ։ Նույն բանն է, փողը, ինչ որ խոզին դիտանք է, դե նույն բեղմնավորմանը դիտանք։ Առավելությունը նույնն է։ Տարբերություն չկա։ Լավ է կանտանը մեջ բեղմնավորեն, գերտան ամեն ինչը նորմալ տեղին կլինի։ Տարբերությունը մեծ է, շատ մեծ է։ Օրինակ, այն ժամանակ ծնտաբերություն օրինակ ես իմ տվյալներով սկսեմ, որովհետև այն ժամանակ խոզը ծնտաբերեր գա, համարյա սուտկեմ դևերգոր ծնտաբերեր, բայց այս ժամանակ 2 ժամվա 10 խոզը եվրոպական ծնտաբերից բերձավ։ Նույն գերն է, տարբերություն չկա, ինչ որ ես այն ժամանակ կուտայի դե իմի կուտամ, քարտոլ է կուտամ, զալերեն է կուտամ, ինչ որ պատայի թեփ է կուտամ, նույն բանն է, տարբերություն չկա։ Մասնագետների հավաստմամբ բեղմնավորման արդյունքում ծնվում են թվով ավելի շատ ու առավել մսատու խոճկորներ։ Խոզեր բեղմնավորելու սերմը ստացվում է Թբիլիսիի Կովկասի գենետիկա անասունների բեղմնավորման հատուկ կենտրոնից։ Թբիլիսիից Նինոց-Մինդա անհրաժեշտ պահին սերմը հասցվում է հատուկ սառնարանների միջոցով։ Պարոն Աղջոյան, ինչպես տեղյակ ենք, նաև եղել են անհաջող բեղմնավորումներ, որ գյուղերում են գրանցվել այդ անհաջողությունները եւ ինչն է եղել պատճառը։ Ուրեմն եղել է որաջալարում ցեգնել է փերել է 3 հատ եւ 2 հատ նույն էլի որաջալարում, այդ որ համար մենք դիմել ենք մեր ուսուցիչոր մենք կստանանք հիմնականում սերմը Կովկասի գենետիկայի կենտրոնը, իրենք կզբաղվի մասնագետները, մոդորերս կարող իրանք շրջանքան, այդ հարցը որովհետեւ մենք ավելի կատարելագործենք, թե պատճառը ինչումն է։ Հիմնականում իրենք պատճառավորում են, ասենք, եթե բանը խոզի գեր է, չաղ է, հիմնականը էդորեն է այդ պատճառն է։ Նու մենք աշխատենք էդոր վրա, բայց ասնամնում մենք ստացել ենք բարձր արդյունք։ Նույն օրը եւ օրաջալարում ենք բեղմնավորել եւ մամզարայում փերել է 8 հատ, նույն օրվա փերած սպերմայից, իսկ օրաջալարում 3 հատ։ Բեղմնավորման մեծամասնական արդյունքները գոհացնող են, սակայն գրանցվել են նաև մի քանի դեպքեր, երբ բեղմնավորման արդյունքում ծնվել են սպասվածից քիչ խոճկորներ։ Խոճկորների քիչ քանակի պատճառն այս պահին պարզ չէ, սակայն մասնագետների հավաստմամբ գտնվում է ուսումնասիրման փուլում։ Մայիս ամսից մեր Նինոց-Մինդայի շրջանում սկսվել է արհեստական բեղմնավորումը, առ այսօր բեղմնավորել ենք մոտ 80-ից 90 խոզ։ Իսկ ինչ կվերապերվի կովերին, կովերի քանակը քիչ է բեղմնավորումը, քանի որ կովերի մեջ կերտան կան ցուլիկներ, դրա համար էլ քիչ է բեղմնավորումը, բայց ընդհանուր առմամբ կա մոտ 10-15 հատ կովել արհեստական բեղմնավորված։ Իսկ ինչ կվերապերվի արդյունքի մասին, արդեն մեր աշխատանքի առաջի ծիլերը երևացել են, ընդհանուր առմամբ եւ մենք եւ անասնադերերը գոհ են, քանի որ ասենք ժողովրդի մեջ այսպիսի տենդենսիա կար գերթարոր արհեստական բեղմնավորման միջոցով ծնելիությունը դժվար կլինի, բայց
արդյունքը երևացել է արդեն։ Խոզերի բեղմնավորման առաջին արդյունքները պարզ է մեծամասամբ գոհացնող, իսկ խոշոր եղջերավորների արհեստական բեղմնավորումով առաջին ծնունդը կլինի հունվարին։ Անասնապահությամբ զբաղվող ջավախցու համար սա մեծ հնարավորություն է իր տնտեսությունը զարգացնելու նոր առավել կաթնատու եւ առավել մսատու ցեղատեսակներով։ Նամանավանդ երբ բեղմնավորումը կատարվում է գյուղացու համար բավականին մատչելի գներով։ Խոզերի բեղմնավորումը կատարվում է 70 լարի գումարով, կովերինը 50 լարիով։ Ավելացնենք, որ տարածաշրջանում բեղմնավորման միակ կենտրոնը գտնվում է մեր Նինոցմինդայի շրջանում։